Նախորդին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր։ Նախարարը շրջայց է կատարել առողջապահական հիմնարկներում ծանոթացել ստեղծված պայմաններին մատուցվող ծառայությունների որակին։ Ուշ երեկոյան նախարարը այցելել է նաև Սևանի հոգեբուժարան։ Արմեն Մուրադյանը եղել է նաև պահեստում ծանոթացել հոգեբուժարանի սննդամթերքի և դեղերի պահպանման ժամկետին, ճաշացանկին, հագուստին։ Օգոստոսի 8-ին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկներում։ Նախարարը շրջեց Վարդենիս քաղաքի հիվանդանոցում, ծանոթացավ հիվանդանոցային պայմաններին։ Բավարար, բայց ոչ լիարժեք պայմաններ ունեցող հիվանդանոցը տարվա ընթացքում սպասարկում է մոտ 1200 հիվանդ։ Այստեղ առկա կադրային խնդիրը աստիճանաբար կարգավորվում է պետության կողմից իրականացվող հետդիպլոմային ուսումնական պետական նպատակային ծրագրի և մարզպետարանի աջակցությամբ։ Մենք վիրաբույժի կարիք, իհարկե իմ աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ։ Մյուս կարևոր մեր հարցերից մեկը դա հիվանդանոցի հիմնանորոգման հարցն է եւ ժամանակակից բուժսարքերով ապահովման խնդիրը։ Գույքով համալրվել է միայն սոնոգրաֆիայի մասով, իսկ ռենտգեն տեխնիկան, լաբորատոր սարքավորումները նախորդ տարից մնացած ժառանգություն են։ Վարդենիսի հիվանդանոցի լաբորատորիայի վարիչ Մարիետ Ամելիքյանը նախարարից խնդրեց լաբորատորիային տրամադրել անալիզատոր սարք, ինչին Արմեն Մուրադյանը տվեց դրական պատասխան։ Վարդենիսի զինվորական հոսպիտալում առողջապահության նախարարը զրուցեց բուժվող զինծառայողների հետ։ Մեկ տարվա ծառայող եմ, ունեմ փոքրիկ խնդիր առողջական, հիմա բուժվում եմ, հույսով եմ շուտով կլավանամ և կվերադառնամ Զորամաս։ Մարտունու հիվանդանոցի, ծննդատան և պոլիկլինիկայի պայմաններին ծանոթանալուց և հիվանդների հետ զրուցելուց հետո Արմեն Մուրադյանը խորհրդակցություն անցկացրեց բուժանձնակազմի հետ, որի ընթացքում քննարկվեցին բուժծառայությունների որակի բարելավման, բուժհիմնարկներում տրվող համավճարը բոլոր բուժաշխատողներին հասանելի դարձնելու, ինչպես նաև կադրային բնույթի հարցեր։ Բուժաշխատողներն էլ իրենց հերթին ակնկալեցին նախարարի աջակցությունը հիվանդանոցները բուժսարքավորումներով և վիրահատական գործիքներով թարմացնելու հարցերում։ Գավառի պոլիկլինիկայի և հիվանդանոցի բուժանձնակազմի հետ առողջապահության նախարարը քննարկեց աշխատանքային բնույթի հարցեր, շրջեց բուժհիմնարկներում և գոհունակություն հայտնեց Գավառի բժշկական կենտրոնի շենքային բարվոք պայմանների և տեխնիկական հագեցվածության վերաբերյալ։ Առանձնահատուկ կարևոր է, որ բնակչության վստահությունն է բարձրացել դեպի մարզային առողջապահական հիմնարկները եւ ոչ միայն բնակչության, այլ նաեւ բժշկական անձնակազմի վստահությունը թե հագեցվածության, թե այդ կենտրոնների վերանորոգման հետ կապված։ Հուսով եմ, որ այդ տենդենսը, այդ միուղղվածության գործընթացը կշարունակվի։ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ուրախալի համարեց սիրիահայ մասնագետի գործունեությունը Գավառի բժշկական կենտրոնում։ Գործընկերներուս պիտի խնդրեմ, որ չվախենան հոսք գալու, մանավանդ սուրիահայ բժիշկները, որոնք միշտ գուզեն հոսք գալ եւ ինչ որ արգելք մգա իրենց հոսք գալու համար, մանավանդ կորզի պայմանները իրենց գվախեցնեն, բայց հիմա կվստահեցնեմ իրենց թող կան եւ իրենց աչքովը տոդեսնեն։ Իսկապես իրենց կարծիքը նման պիտի փոխեն եւ չեմ կարծել, որ հոսքեն եւ ետ վերադառնան Սուրիա կամ որևէ տեղ։ Սևանի պոլիկլինիկայում նախարարը հորդորեց բուժաշխատողներին անել հնարավորը բնակչության շրջանում կանխարգելիչ միջոցառումները արդյունավետ իրականացնելու համար, իսկ Սևանի հիվանդանոցում հանձնարարեց հետևողական լինել մատուցվող բուժծառայությունների որակի բարելավման հարցերում։ Արմեն Մուրադյանն այցելեց նաև Սևանի հոգեբուժարան, ծանոթացավ Ճամբարակի հիվանդանոցի շինարարական աշխատանքներին, որոնք նախատեսվում են ավարտին հասցնել մինչև տարեվերջ։ Իսկ այցի ավարտին հույս հայտնեց, որ մարզի բուժհիմնարկներում բարձրացված խնդիրները կքննարկվեն առողջապահության նախարարությունում։ Հասմիկ Շահբազյան, Ֆելիքս Ղազարյան, Առաջին ալիք։